Իրենց պատգամավորներից մեկը, որը տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամի գումարներով հեռուստաեթեր ուներ հեռուստաընկերություններից մեկում, եւ ինչ-որ նարատիվներ էր քարոզում, օրակարգեր էր փորձում գեներացնել, տարածել, դրանից հետո նույն Սորոսի հիմնադրամի եւ այլ դոնորների միջոցներով ստեղծված ինչ-որ մեդիա ակումբի ղեկավարը, որ հետո այս իշխանությունների մոտ պատգամավոր էր աշխատում, երբ որ օրինակ ես իմ ընկերների հետ ստեղծել էինք այս երկրում հեղափոխությունից հետո լրատվամիջոց, իրեն պատռում էր, որ մի հատ գնացեք ստուգեք դրանց փող որտեղից, որ իրենք լրատվամիջոց են ստեղծում, այսինքն տարի անցել, բայց առաջին անգամ պետք է այդ մասին ուզում եմ հրապարակային խոսեմ, այսինքն իր ղեկավար կներեք էլի գրեյք արտահայտության համար բոմժը, որ Իջևանից կարող էր գալ Երևան ծակ շալվարով թերթ հիմնադրել, այդ թերթով ընտանիք պահել, այդ թերթով գրասենյակի սեփական տարածք ունենալ, 4 երեխա բերել, 2 մեքենա ձեռք բերել, այսինքն այդ բոմժը կարող էր այս երկրում լրատվամիջոց ունենալ, իր նման ոչնչությունը, այդ կոնկրետ այդ պատգամավորուհու, իր նման ոչնչությունը կարող էր Սորոսի հիմնադրամի գումարներով լրատվամիջոց ունենալ, մեդիա ակումբ ունենալ, բայց ուրիշ մարդիկ, օրինակ ես, դա ունենալու իրավունք չպետք է ունենանք եւ մեր ֆինանսները պետք է ստուգել, այն դեպքում, երբ որ այդ ֆինանսների մասին բաց տեղեկատվությունը հրապարակային դրված էր, այսինքն դուք ֆաշիզմի մակարդակը պատկերացրեք, անհանդուրժողականության մակարդակը էլի, եւ երբ որ մեր ժողովրդին փորձում են երկար տարիներ խաբել, որ այդ հիմնադրամները ֆինանսավորում են նմաններին եւ նման շրջանակների, որպիսի ազատ մրցակցություն լինի, որպիսի ազատ խոսք լինի, փորձը ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մարդկության փորձը տարբեր երկրների, որ որպես կանոն այս խմբակները վերջում դառնում են թիվ 1 ֆաշիստական, թիվ 1 նացիստական, ամենաանհանդուրժող, ազատ խոսքը ճնշող, ուրիշի կարծիքը վարկաբեկող, ուրիշի կարծիքի վրա բռնացող խմբավորումը